Ինչպես սովորեցնել փոքրիկին ի ոչ չի կարելի եւ վտանգավոր է բառերին։ Ինչպես սովորեցնել ոչ բառը, երբ երեխան անում է ինչ-որ անցանկալի բան, կարևոր է պահպանել հանգստություն եւ հետեւողականություն։ Օրինակ, եթե փոքրիկը ձեզ կծում է հանգիստ, բայց վճռական նայեք նրա աչքերին, ասեք ոչ եւ հեռացրեք երեխային։ Երեխաները իսկապես սովորում են այսպես կրկնության եւ ծնողների հետեւողական արձագանքների միջոցով։ Կարևոր է մի բղավեք, մի կշտամբեք փոքրիկին։ Վճռականությունն ու հանգստությունը շատ ավելի արդյունավետ են։ Ինչպես սովորեցնել չի կարելի բառը։ Օգտագործեք այս բառը միայն այն ժամանակ, երբ ցանկանում եք սահմանել հստակ սահմաններ։ Օրինակ, չի կարելի դիպչել լարերին, չի կարելի ուտելիք նետել։ Բառերը ամրապնդեք գործողություններով, նրբորեն հեռացրեք երեխային կամ հեռացրեք առարկան։ Եղեք հետևողական։ Եթե այսօր չի կարելի ուտելիք նետել, ապա վաղն էլ այդ կանոնը պետք է նույնը մնա։ Ինչպես բացատրել, որ դա վտանգավոր է։ Այս բառը օգնում է ընդգծել իրական ռիսկերը՝ տաք իրեր, սուր անկյուններ, էլեկտրականություն։ Օրինակ, նրբորեն մոտեցրեք երեխայի ձեռքը մի փոքր տաք մարտկոցին, ոչ թե տաք, եւ ասեք վտանգավոր է, տաք է։ Նույն կերպ ցույց տվեք սուր անկյունները կամ իրերը, բացատրելով վտանգավոր է, ցավոտ է։ Կարևոր է ոչ միայն բառը արտասանել, այլև այն հուզականորեն ընդգծել ինտոնացիայով։ Հստակ բառերն ու ծնողների հանգիստ վարքագիծը երեխայի մոտ ձևավորում եւ հասկացնում են վարքագծի սահմանները։